մենք չենք ասում, Եվրամիությունն է ասում, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները երբեք այսքան խորը եւ ամուր չեն եղել։ Եվ ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն դրա արտահայտությունը։ Օրինակ, այդ արտահայտություններից մեկ կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը Հայաստանի եւ Եվրամիության միջև։ Հիշում եք, թե նախորդ տարի ինչ մեծ խանդավառություն առաջացավ, երբ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ լուրեր տարածվեցին։ Տարբեր թեքումների փորձագետները սկսեցին վերլուծել, թե երբ ու ինչ պայմաններով կազատականացվի Եվրոպայի հետ վիզային ռեժիմը, ինչ կտա դա մեր քաղաքացիներին, ինչ կտա պետությանը եւ այլն։ Մի խոսքով եվրո-վարդագույն տրամադրությունները հասել էին իրենց գագաթնակետին։ Երկխոսությունը վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ շարունակվում է, բայց Եվրամիության երկրներ մուտք գործելու process-ում խնդիրները մեղմ ասած շարունակում են գոյություն ունենալ։ Հայաստանում այսօր այդ վիզաների հարցով, եթե չասեմ մաֆիա, բայց խայտառակություն։ Իրականում այդ Եվրաքվեի նախաձեռնողները, որ Ռոզովի նկարագրում են, իրականում ԵՄ դեսպանատներ, վիզային կենտրոն, բոլոր կառույցները սարքել են մի փակ շղթա։ Տասնյակ հազարավոր դրամներ են մարդիկ վճարում, որպեսզի հերթագրման կրեն։ Եվրամիության դեսպանատներ մտնելու համար անհրաժեշտ օրվա ամրագրումը, սլոտները, մեծ գլխացավանք են մեր համակարգացիների եւ տուրիստական բիզնեսով զբաղվողների համար։ Բոլոր դեսպանատներն էլ գրեթե ունեն էլեկտրոնային հարթակներ, որոնց միջոցով հնարավոր է օր ամրագրել եւ դիմել վիզայի համար, սակայն պրակտիկորեն շատ դեսպանատներում դա պարզապես հնարավոր չէ իրականացնել։ Համակարգերը չեն աշխատում ուղղակի։ Կարեն Հեքիմյանը 10-12 տարի արդեն պայքարում է եվրոպական պետությունների տարբեր դեսպանատների կամայականությունների դեմ։ Տարիներ առաջ ակտիվ աշխատել է Գերմանիայի դեսպանատանը հերթագրվելու համակարգը քաղաքակիրթ վիճակի բերելու համար։ Դա ֆիզիկապես հնարավոր չէր։ Լիներ դա գիշերը, լիներ ցերեկը, դա անհնար էր գրանցվել այդ հարթակում եւ հերթ վերցնել։ Մինչդեռ շատ անհատներ, որոնք ամենայն հավանականությամբ փոխկապակցված էին Գերմանիայի դեսպանության հետ, ինչ որ մի կերպ, եւ կազմակերպություններ, հիմնականում տուրիստական կազմակերպություններ, այդ հերթը վաճառում էին։ Այն ժամանակ հստակ թվեր էր նշվում, թե որքան արժեր դեսպանատան վիզայի համար հերթագրումը։ Պրոցեսը վերածվել էր բիզնես սխեմայի։ 20-ից 70 հազար դրամով հերթ էին վաճառում, այսինքն ցանկացած մարդ կարող էր գնալ, հերթ առնել ու այցելել դեսպանություն։ Մի կողմ դրած վիզա կտային թե չէին տա։ Հիմա այս ամենը կարծես անցյալում է, բայց կա այլ խնդիր՝ ժամկետները։ Մարդիկ երբեմն վիզա ստանալու համար հնարավորություն են ունենում դեսպանատուն մտնել, երբ այդ երկիր այցելելու իմաստն արդեն չկա։ Հիմա մարդիկ մտնելով կայք կարող են վերցնել հերթ, ուղղակի այդ հերթը իրանց կհասնի ենթադրենք 8-9 ամիս հետո։ Ինչպես ասում են, տեղ վերցնելը հերթում մի բան է, դեսպանատուն մտնելն ու վիզա ստանալը այլ բան։ Ավանդաբար Եվրամիության երկրներ մուտքի վիզա ստանալը եղել է բադ հայաստանցիների համար։ Այդ թվում նաև հենց այն պատճառով, որ սա եղել է մեր հայրենակիցների համար միգրացիոն հիմնական հոսքի ուղղություն։ Գաղտնիք չէ, որ մարդիկ պատրաստ են եւ պատրաստ են ահռելի գումարներ վճարել միջնորդներին վիզա ստանալու համար, այդ թվում վերջնակետ երկրում, այսպես ասած, հանձնվելու համար։ Սակայն այդ ամենի կողմնակի էֆեկտն այն է, որ տուժում են բարեխիղճ զբոսաշրջիկները։ Այս պահին ամենաանարդարը ու անադեկվատը Հունաստանի դեսպանատունն է, որովհետև վերջի 2 մերժումից հետո ուսումնասիրություն արեցինք, պարզվեց, որ ամբողջ տուրիստական ընկերությունները, ամբողջ շուկան բողոքում են, որ Հունաստանը մերժում է 12-րդ կետով։ Ինչն է այն չէ Հունաստանի դեսպանատան հետ։ Հունաստանն ամենաակտիվ տուրիստական ուղղություններից մեկն է եւ այդ երկրի դեսպանատան աշխատակիցներին հավանաբար պետք է ուրախացնի այդ հանգամանքը։ Ես այս պահին ունեմ գործող Շենգեն վիզա, հա, բայց վիզայի ընդ որում մուլտիվիզա, բայց վավերականության ժամկետը շուտով ավարտվում է, իսկ ես պլանավորում եմ իմ հանգիստը աշնան սկիզբ սեպտեմբերին եւ դիմեցի Հունաստան, հենց կոնկրետ Հունաստան, Աթենք եւ Կրետե գնալու այնտեղ հանգստանալու համար։
Կողմիկին մերժել են վիզայի տրամադրման հարցում Հունաստանի դեսպանատանն այն դեպքում, որ մարդն ունեցել է բավականին հարուստ փաստաթղթերի փաթեթ։ Պատճառն իբր ոչ հավաստի փաստաթղթերն են։ Երբևէ չեմ խախտել Շենգեն գոտու կանոնները, այսինքն վավերականության ժամկետում սահմանված կարգով մեկնել եմ եւ վերադարձել եմ Հայաստանի Հանրապետություն։ Այդ փաստաթղթերում առկա են նաեւ այնպիսի տվյալներ, որոնք փաստում են իմ ֆինանսական կայունությունը, կապված թե բանկային հաշվի մնացորդների հետ կապված, նույնիսկ բանկային ավանդի, աշխատանքի հետ կապված։ Այսինքն ֆինանսական եւ նյութական ապահովվածությունը այլևս էական չէ դեսպանատան համար։ Իսկ ի՞նչն է էական։ Որ գործոնների վրա են նրանք ուշադրություն դարձնում։ Ի՞նչն են կարևորում։ Ամենակարևորը ունեմ անչափահաս երեխա եւ իմ բացակայության ընթացքում երեխան գտնվելու է Հայաստանի Հանրապետությունում, հա։ Այսինքն որևէ հիմք մերժելու գոյություն չունի, չի եղել։ Այս անարդար մոտեցումը ստացվեց բացառապես ֆինանսապես կայուն, հենց туриզմին ուղղված եւ հենց Հունաստան մեկնողների հետ եղավ։ Իմ մոտ տպավորությունն է, որ ուղղակի իրանք չեն նայել այդ кейսը, ուղղակի չեն նայել։ Իմ մոտ տես տպավորություն, որտեղ բավականին շատ մարդկանց են մերժում, թե իմ ընկերներից, թե իմ ծանոթներից ու բոլորին նույն կետով են մերժում։ Չի կարելի 70-80 հոգի մարդ միանգամից այդ նույն ոնց որ կետով մերժվի։ Մեր մյուս զրուցակիցը նույն խնդրին է բախվել օրերս։ Նույն պատմությունն է։ Բազմաթիվ մուլտիվիզաներ, ճամփորդությունների հարուստ փորձ, մեկ էլ անակնկալ մերժում Հունաստանի դեսպանատնից։ Միջին գումարը դա 100,000 դրամն է, որ դու ծախսում ես։ Իմ դեպքում նաև booking-ով այդ բրոնիները, պլյուս ավիատոմսերը, որոնք որ cancel անելու տարբերակ չկա, ու այսինքն դու ստացվում է, որ պրոստը իրենց մերժման, անհիմն մերժման համար դու բավականին մեծ ոնց որ կորուստ ես ունենում։ Իդեպ, այս օրերին դեսպանատուն դիմաց անձանցից պահանջում են չամրագրել իրենց հյուրանոցային համարներն on-line տարբերակով, ինչը հնարավորություն է տալիս հետագայում չեղարկել այդ ամրագրումը, եթե օրինակ մարդը մուտքի վիզա չի ստանում։ Գրությունով մարդկանցից պահանջում են ի սկզբանե ներկայացնել հյուրանոցի համարի վճարումն ապացուցող անդորրագիր։ Այսինքն, եթե մարդուն մերժեն տրամադրել վիզա, գումարը կորցնելու ռիսկը մնալու է կամ իր կամ էլ տուրիստական ընկերության վրա։ Իդեպ, կան վարկածներ, որ վիզաների հետ կապված այս գլոբալ խնդրի պատճառը կոռուպցիոն է, պարզ ասած ուղղակի վիզաների վաճառք է ընթանում։ Ես տեսնում եմ, որ մարդու անձնագրում ընդհանրապես ոչ մի վիզա չի եղել երբևէ, տվյալ մարդը չունի պետական գրանցված որևէ գործունեություն աշխատանք, հայտարարում է, որ աշխատում է հողագործ, հա դեմ չեմ, իրենք նույնպես կարող են ստանալ, բայց այս մարդը չունի ոչինչ, ունի 6 ամսվա 45 օր մուլտիվիզա։ Իմ մոտ տպավորությունն է, որ կոռուպցիոն սխեմա է, էլի աշխատում դաժե։ Այս երրորդ վարկածի հետ կապված կասեմ, որ սա ուղղակի դեսպանատան խոսում է դեսպանատան կոռումպացված պրակտիկայի մասին, բիզնես գործելավոճով։ Կա եւս մեկ վարկած։ Օրինակ, հույները փորձում են հունական բիզնեսի համար հարմար պայմաններ ստեղծել սեզոնին Հայաստանի տուրիստներից մաքսիմալ փող քերելու համար։ Կոնկրետ վիզա են տրամադրում այն անձանց, ովքեր չարտերային թռիչքներով մեկնում են Կրետե, այսինքն չարտերային թռիչքները լցնելու կարիք կա, հա, դրա համար տալիս են վիզա։ Լավ, կասեք, իսկ այս ամենի համար պարզաբանում ստանալու հնարավորություն չկա։ Ոչ, հունական հյուպատոսությունը մեր զանգերին պատասխանում էր ինքնապատասխանիչը, որի միջոցով այդպես էլ հնարավոր չէ լինում կապվել որևէ անձի հետ։ Բնականաբար նույն խնդրին են բախվում այս օրերին հարյուրավոր մարդիկ։ Մերժման որոշման մեջ նշված է նաև, որ բողոքարկման ենթակա չի, որը որ մարդու հիմնարար իրավունքների խախտում է։ Մարդը բողոքում է։ Ասում է ինձ մերժել են անհիմն։ Բողոքը վերցնում են հունվարի 20-ին, բողոքին պատասխանում են ապրիլի 20-ին կամ 25-ին, այսինքն 4 ամիս անց։ Կարենի ընտանիքի անդամներին էլ Գերմանիայի դեսպանատունն է մերժել տրամադրել մուտքի վիզա, այն դեպքում, որ մարդիկ բազմիցս եղել են Գերմանիայում եւ չեն խախտել միգրացիոն որևէ օրենք այս ընթացքում։ Ասում են, որ պետքա սկզբից մուտք գործես այն պետությունը, որտեղից որ դու ստացել ես վիզա։ Օրինակ Մյունխեն եմ գնում, Մյունխեն թռիչ չկա, պետքա գնաս միջնորդավորված, կամ ենթադրենք Ֆրանկֆուրտ կա, բայց ահավոր թանկ է։ Հա։ Ես վերցնում եմ ամենաէկոնոմ տոմսը, որը վիզերն է իրականացնում, ավիա չվերթը, Վենա եմ գնում, Վենայից նստում եմ ավտոբուս ու գնում եմ Մյունխեն։ Ես բացարձակ ոչինչ չեմ խախտում։ Այստեղ եւս կարծես չկա պայքարի միջոց։ Օտար պետություն, օտար պետության դեսպանատուն, օտար պետության դեսպանատանն ընդունված գործելակերպ։ Ես համոզված եմ, որ օրինակ Գերմանիայի դեսպան
հանդիսացող անձը, որը հիմա Հայաստանում Գերմանիայի դեսպանն է, եթե աշխատեր, ենթադրենք, ինչ ասեմ, անգամ Լիբանանում, նա իրան սենց չէր պահի։ Որովհետև խնդիրը ինձ թվում է ոչ թե Գերմանիայի դեսպանությունն է, այլ խնդրի զգալի մասը Հայաստանից է գալիս։ Հայաստանի քաղաքացիներին պետք է պաշտպանի Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, որ կառույցի մասին էլ որ խոսենք, որևէ ներազդեցություն, ներգործություն չի կարող ունենալ Եվրոպական միության տարբեր երկրների դեսպանությունների կամ վիզաների կենտրոնների կամ հյուպատոսարանների վրա։ Բայց քանի որ մեր քաղաքացիներից իրավաչափորեն ձեր կողմից ներկայացված ահազանգերը ստացել ենք, մենք ամեն քննարկմանը այդ ահազանգերը փոխանցում ենք մեր գործընկերներին, որպեսզի հետամուտ լինեն այդ դրվագներին։ Լիտվայի դեսպանության հետ շատ լուրջ խնդիր եմ ունեցել ու անընդհատ գրել եմ թե Լիտվայի պետական մարմիններին, թե Հայաստանի արտաքին գործերի նախարարություն պահանջելով իմ իրավունքները պաշտպանել։ Ի տարբերություն այս ժամանակահատվածի 2014 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը թվով 5 հատ նոտա էր տվել Լիտվայի դեսպանությանը։ Իմ հարցով 5 հատ նոտա։ Տպավորություն է առաջանում, որ ինչքան խորանում են հայ-եվրոպական հարաբերությունները, այնքան ավելի պինդ են փակվում եվրոպական դռները Հայաստանի քաղաքացիների առաջ։ Գուցե պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքացիների շահերը սպասարկող կառավարություն չկա։ Արմեն Աթալյան, Տիգրան Նադարյան, Օրագիր Նյուզ։